Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Լոս Անջելեսի հայ համայնքում անցկացվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին անցնող տարիների ընթացքում հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու նախանշվեցին աշխարհում ապրող հայերի պահանջը։ Գլենդելի քաղաքապետարանի առջև կազմակերպված մոմավառության ընթացքում կազմակերպիչները հանդես եկան դատապարտող կոչերով եւ աշխարհից պահանջեցին արդար գնահատական տալ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Մոմավառությանը ներկա հարյուրավոր հայերի պահանջը մեկն է, որպեսզի բոլոր այն երկրները, ովքեր 1915 թվականի դեպքերը չեն որակել որպես ցեղասպանություն, դա անեն, որքան հնարավոր է շուտ պատմական փաստերը վերդասելով քաղաքական շահերից։ Իմ դպրոցի ուսուցչին ասել, որ ջենոսայդի համար կարող եք պատրաստեք եւ ասելա, որ դու գնալու եք, եթե մոմավառության կամ քայլարշավի էսի կարող եք տանեք։ Օտար ամայիներում եւ հերու մեր հայրենիքից կարող ենք ցույց տանք, որ մենք ինչ հպարտ եւ չենք մոռանում եւ երբեք չպետք է մոռանանք հայ ենք, բայց միշտ մենք հայ կմնանք։ Նշենք, որ մինչ օրս պաշտոնական Անկարան հրաժարվում է 1915 թվականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն։ Շատ ուրախ եւ հպարտ եմ այսօր հայ համայնքի կողքին լինելու համար։ Ես ծանոթ եմ վերապրողների պատմությանը, գիտեմ ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Ցավում եմ, որ Անկարան մինչ օրս հաշվի չի նստում իր անցյալի հետ։ Հայերը ցրվել են աշխարհով մեկ, երկրորդ հայրենիք փնտրել այլ երկրների տարածքում, որոնցից է նաեւ մեր երկիրը։ Ցեղասպանություն բառը օգտագործելը նշանակում է հասկանալ եւ կիսել վերապրողների վիշտը։ Ցեղասպանության շղթումը առիթ է հանդիսանում նոր ցեղասպանությունների։ It is, in the words of Elie Wiesel, a double killing. Հարկ է նշել, որ հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է հայոց ցեղասպանության հիշատակի օր, ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային։ Գլենդել այսպիսով դարձավ Միացյալ Նահանգների առաջին քաղաքը, որ ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները։ Նշենք նաև, որ Գլենդելի դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Հայկական կառույցների ներկայացուցիչները ընդգծում են, որ չափազանց կարևոր այս որոշումը տուրք է ոչ միայն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև ցեղասպանության ընթացքում իրենց իսկ հայրենիքում գաղթական դարձած 132,000 հայ որբերին օգնելու համարձակություն ունեցած Միացյալ Նահանգների քաղաքացիներին։ Ամերիկայի ձայն, Լոս Անջելես։